Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, դեկտեմբերի 29, Տերը մինչև այստեղ մեզ օգնեց, առաջին Թագավորաց 7:12, մինչև այստեղ բառերը նման են դեպի անցյալ ուղղված ցուցանիշի, կարևոր չէ, թե քանի տարի ենք ապրել, 20 թե 70, բայց մինչև այստեղ մեզ օգնեց Տերը, աղքատության ու հարստության միջոցով, առատության ու հիվանդությունների միջոցով, տանը ու արտասահմանում, պատվի ու ամոթի մեջ, ուրախության ու ցավի մեջ, հաղթանակների ու փորձությունների մեջ, աղոթքների ու գայթակղությունների մեջ, ինչև այստեղ մեզ օգնեց Տերը։ Մեզ համար հաճելի է հայացք նետել երկար, ծառուղուն, տեսնել ծայրից ծայր, կանաչ միջանցք բների սյունաշարով և ճյուղերի կամարներով։ Իսկ այժմ հայացքը տեղափոխենք դեպի ձեր տարիների երկար ծառուղին, գլխավերևում եղած ողորմության կանաչ ճյուղերին, հավատարմության ու երկայնամտության ամուր սյուներին, որոնք ձեր ուրախությունների հենասյուներն են։ Միթե այդ ճյուղերի մեջ չի լսվում երգող ճնճղուկների ձայնը։ Անշուշտ, նրանք շատ են այստեղ ու բոլորը երգում են ողորմածության մասին, որ ստացել են մինչև այստեղ։ Սակայն այս բառերի ցուցանշանն ուղղված է նաև դեպի ապագա։ Հասնելով որոշակի վայր և նշան անելով մինչև այստեղ մարդը դեռ չի հասել մինչև վերջ։ Նա դեռ պիտի անցնի ինչ-որ տարածություն, որտեղ նրան սպասվում են փորձություններ և ուրախություններ, գայթակղություններ ու հաղթանակներ, աղոթքներ ու պատասխաններ, մարտեր ու հաղթանակներ, իսկ վերջում տկարություն, ծերություն, հիվանդություններ ու մահ։ Եվ սրանով ամեն ինչ ավարտված է, բնավ ոչ։ Դրան հաջորդում է հարությունը, Հիսուսի նմանության փառքի գահը, երկնային քնարների հնչյունները, սաղմոսերգությունը, ճերմակ հագուստները, Հիսուսի երեսը, սրբերի ժողովը, Աստծո փառքը, հավիտենության ամբողջականությունն ու լիությունը և անվերջանալի երանությունը։ Գոտեպնդվիր իմ հավատացյալ ընկեր, շնորհակալ վստահությամբ փառաբանիր քո օգնականին, քանի որ ով մինչև այստեղ հասցրեց քեզ ընկեր, կհոգա այն մասին, որ ողջ ուղին անցնես։ Երբ երկնային լույսի ներքո մենք կարդանք մինչև այստեղ ինչ փառավոր, ինչ հիասքանչ հեռանկարով կներկայանա այս գրությունը մեր երախտապարտ հայացքին։ Աստված օրհնի ձեզ։